Պարոն Արշակյան, մարտի 1-ին լրացավ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 18-րդ տարին, դատավարություն է գնում վերջին 8 տարվա ընթացքում եւ ինչ է կարծում, արդյոք մի օր Հայաստանի քաղաքացիների սպանության համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելու է, թե ոչ։ Կարծում եմ, որ անպայման պետք է պատասխանատվության ենթարկվի ու դա պետք է լինի դաս մյուս բռնապետների, զավթիչների, ագրեսորների, հայ ժողովրդին չհարգողների համար պետք է իմանան, որ վտանգավոր է հայ մարդուն նեղացնելը, հայ մարդու վրա կրակելը, դա մեկ, երկրորդը Հայաստանի Հանրապետությունը հարգարժան պետություն է, ոչ ոքի մտքով չպետք է անցնի Հայաստանում իշխանության ձգտել ապօրինի, այսինքն ես ուզում եմ, որ լինի խիստ պատիժ եւ հանցագործությունը կանխարգելող պատիժ, հանցագործները բոլորը պետք է բացահայտվեն եւ պատժվեն, խիստ պատժվեն։ Ուզում եք ասեմ, օրենքով սահմանված կարգով, օրենքի բայց ընդհանրապես դա պետք է խիստ լինի։ Այ պետք է մարդիկ, ովքեր որ մտքներով անցնում է, պետք է սարսափեն հենց իրենց մտքից, այ մտքում, որ մարդը մտածել է զենք օգտագործել Հայաստանում իշխանության հասնելու համար, այդ մտքից ինքը պետք է սարսափի։ Պատիժը այդպեսին պետք է լինի։ Բայց էլ երբ պետքա պատասխանատվության ենթարկվեն, 10 սպանություններից որևէ մեկը բացահայտված չէ, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե բացահայտված է։ Ուրեմն հայտարարվելը լավ է, որ արդեն հայտարարվել է։ Ես ուզում եմ տեսնել նրանց ճաղերի հետևում։ Պետք է բացահայտվի, եթե Նիկոլ Փաշինյանն է դա անելու, ես ողջունում եմ դա։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի, ուրեմն ինչ որ մեկը կգա, որը կպատժի Հայաստանի ինքնիշխանության դեմ, հայ մարդկանց, Հայաստանի քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունները պետք է պատժվեն եւ եթե հենց այդ նպատակով է, օրինակ դեմոկրատիայի դեմ է, ինքնիշխանության դեմ է, ուրեմն պետք է խիստ պատժվեն։ Ես համարում եմ, որ մարտի 1-ը երկու թիրախ է ունեցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը եւ ժողովրդավարությունը։ Մարդիկ զոհվել են հանուն ժողովրդավարության եւ անկախության։ Դրանք շատ կարեւոր բաներ են մեր երկրի համար, մեր ապագայի համար, նաեւ ներկայի համար։ Պետք է անպայման պատժվեն։ Նիկոլ Փաշինյանը կանի դա, ով ուզում է լինի, մի ուրիշը կանի, ուրեմն նրան փառք ու պատիվ։ Այ որ ասում եք, ուզում եք նրանց ճաղերի հետևում տեսնելու։ Մեղմ ասած։ Ում եք ուզում տեսնել, շրջանակը հայտնի է Այո, ղեկավարությունը, հրամաններ կատարող քաղաքական իշխանությունը, հրամաններ տվողները եւ կատարողները, 3 ուժ, քաղաքական իշխանությունը այդ օրվա բոլորը այդ դենացիֆիկացիա, որ ասում էին, դա եղել է Նյուրնբերգի նման մի բան, հարկավոր է արտագրել, ինչ տեղի ունեցավ Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, բոլորը ստուգում անցան։ Այդպես էլ պետք է մարտի 1-ի դեպքից հետո Հայաստանում անցկացվի ստուգում, զտում, ովքեր որ որևէ մասնակցություն ունեցել են այդ ծանր հանցագործությանը, պետք է նրանք պատժվեն ըստ իրենց կատարած հանցանքի չափի։ Ինչ չափով են հանցակից, նրանք պետք է պատժվեն, ասում եմ, քաղաքական իշխանությունը, անցումային փուլ է եղել այդ քաղաքական իշխանությունը փուլը կարևոր չի, ով է եղել քաղաքական հրահանգ տվողը, ով է եղել հրամանատարությունը եւ ովքեր են կատարել դա։ 3 ուժ, հա, քաղաքական իշխանությունը, անցումային, փուլային, օգտակար իդիոտները, քաղաքական Քոչարյանից Սերժ Սարգսյան նախագահությունը փոխանցվող այդ փուլն է դա է։ Դա նշանակություն չունի, մասնակցել են, հրաման են տվել, քաղաքական որոշում են կայացրել, նրանք պետք է խիստ պատժվեն, խիստ։ Ու ծանրացնող հանգամանքները հաշվի առնելով։ Որոնք որ կունենան մեղմացնող հանգամանք, թող մեղմ պատժվեն։ Բայց ես գտնում եմ, որ դա խիստ անհրաժեշտ է մեր պետության համար եւ մեր
ապրելաձևի համար, ինչպիսի պետությունում մենք պետք է ապրենք, մեր հաջորդ սերունդը պետք է ապրի, ժողովրդավարական երկրի համար դա անհրաժեշտ է։ Բռնությունը պետք է խիստ արգելված լինի։ Ես ասում եմ, պետք է սարսափել, նույնիսկ մտածելուց, մտածեց ինքը պետք է վեր թռնի։ Սերժ Սարգսյանն օրինակ մարտի 1-ի գործով չի անցնում։ Համենայնիվ դատերին չկա։ Դա ես ասում եմ, որ ուրեմն լավ չի քննությունը գնում։ Ուրեմն չի բացահայտված։ Դուք ասեցիք բացահայտվել։ Ես չեմ ասում, Նիկոլ Փաշինյանն է ասում։ Դուք էլ կրկնում եք, չէ՞։ Ես օրինակ չեմ ասում։ Ես չեմ կրկնում ձեր ասածը։ Պետք է Ես որպես ճշմարտություն չեմ կրկնում, ես հարց տալու շրջանակներում եմ մեջ բերում։ Ես բառախաղ արեցի ձեզ հետ, ուզեցի ձեզ ճնշել։ Դուք անդադ, այո, ես կարծում եմ, որ պետք է բացահայտվի հանցագործությունը, լուրջ, նույնիսկ մեր այս տկար սահմանադրությունը, ես չգիտեմ, չեմ ուզում շատ վատ բան ասել, սահմանադրություն, որը որ Հայաստանում գործում է, դա իրավունք է տալիս մեր պետությանը հատուկ նպատակով դատարան ստեղծել։ Այդ դատարան, որը կզբաղվի միայն մարտի 1-ի գործով կամ հոկտեմբերի 27-ի գործով, դատարան օրենքը թույլ է տալիս դա, սահմանադրությունը թույլ է տալիս, իշխանությունը կարող է ստեղծել այդպիսի դատարան, որը կբացահայտի եւ իրավական համակարգ, որը կբացահայտի եւ կպատժի հանցագործներին։ Անուն ազգանունը հիմա ինձ չի հետաքրքրում։ Անուն ազգանունը իսկապես չի հետաքրքրում։ Այդ կոլխոզնիկներին, որ ասում եք, Ալիևի պարտկոմները, կոմսոմոլները, դիվերսանտները քաղաքական, որ եկել էին ու արեցին։ Ես ասում եմ, թող դատարանը դա պարզի ու պատժի։ Ես սպասում եմ։ Եվ ուշագրավ է, որ մարտի 1-ի օրերին 2008 թվականի մարտի 1-ի օրերին քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանը ակնկալում է, որ պետք է ընդդիմությունը միավորվի, իսկ ընդդիմադիրների մեջ Քոչարյանն են, Սերժ Սարգսյանն են, որոնք հակառակ կողմն էին այդ տարիներին ճամբարի եւ առաջին նախագահը կարծում է, որ ընտրություններին ընդառաջ պարակտված ընդդիմությանը կարող է միավորել ռուսաստանցի միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը։ Ինչպես եք առաջին նախագահի այս դիրքորոշումը մեկնաբանում։ Շատ հասարակ ձևով։ Ինքը կողմնակիցն է նրանց, կոչ է անում միավորվել։ Ես կողմնակիցը չեմ։ Նրանց համարում եմ հայկական պետության հակառակորդներ եւ քրյա օլիգարխիկ համակարգի առաջամարտիկներ։ Այո, թող միավորվեն, բայց ցանկալի է բանտում։ Նրանց ես տեսնում եմ բանտում։ Ուզում եմ այդպես լինի։ Պարոն նախագահի Տեր-Պետրոսյանի նշած մարդկանց ես երազում եմ տեսնել բանտում, միավորված, նույն խցիկում։ Ես նույնիսկ կառաջարկեի հատուկ նրանց համար Արթիկի քարի հանքերում մի փոքրիկ տեղ հատկացնեն, որ քար կտրեն, քար քաշեն։ Արթիկ տուֆի քար։ Արթիկում եղել է այդպիսի կալանավայր խիստ ռեժիմային, այն նրանց համար այդ միավորվեն ուղիղ քարի հանք։ Շինարարությունը։ Բայց նրանք այդ տարիքում կարող են քարի հանքում աշխատել, չհաշված որ բարեկեցիկ կյանքով են ապրել եւ որևէ նեղություն չեն տվել։ Էներգիա են կուտակել, թող ծախսեն։ Իմ ցանկությունը դա է։ Տեր-Պետրոսյանը նրանց ասում է միավորվեն, ես ասում եմ, այո, թող մենք միավորենք մեծ երկար ձեռնաշղթայով ուղարկենք քարի հանք, թող քար կտրեն, տաշեն։ Ովքերով։ Ռուսամետ քրեաօլիգարխիկ քաղաքական գործիչները։ Այսինքն հակահայկական, հակապետական քաղաքական ռուսամետ, որ մենք ասում ենք, կարևոր չի ռուսամետ լինի։ Նրանք ովքեր որ հայկական պետության ինքնիշխանությանը դեմ են եւ ժողովրդավարությանը դեմ են, իրենք ձևեր ունեն, ոչ քաղաքական։ Հետո հայտնի են դրանք։ Դրանք մեր վրա կրակել են նաեւ։ Եվ ըստ ձեզ ինչու է Տեր-Պետրոսյանը լիդեր դիտարկում Սամվել Կարապետյանին։ Պատկերացում չունեմ։ Ինձ համար անակնկալ էր այդ հայտարարությունը։
այսինքն գուբերնիա Հայաստանը Տեր-Պետրոսյանի օրոք անկախ հռչակված Հայաստանը զրկել անկախությունից։ Սամվել Կարապետյանը դա է հայտարարում, զրկել Հայաստանը անկախությունից, դարձնել Ռուսաստանի անվտանգության գոտի ասենք։ Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանը կարող է փրկել ազգին, ասում է, որ վերջի վերջո ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է, լինելով ինքնաբավ եւ կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը։ Ես դա չեմ հասկանում, չեմ պատկերացնում, ասում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը անկախ հռչակած կուսակցության լիդերն է։ Անկախությունը հռչակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ։ Ղարաբաղը Հայաստանին միացել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Հիմա ինքը որ հետ է ուղարկում մեզ, որն պետք է մենք մտածելու բան ունենք։ Նրա օրոք Հայաստանը հռչակվել է անկախ։ Նրա օրոք Հայաստանը հռչակվել է ժողովրդավարական պետություն։ Նրա օրոք Սամվել Բաբայանը Բիշկեկում ստորագրել է Հայաստանին Արցախի միացման ակտը, զինադադարը։ Ուզում եմ bayani, ինչ դրանից հետո նա ընդհանրապես կարող է ոչինչ չասել։ Այդպիսի կենսագրություն շատ թանկ կենսագրություն է, անկախություն եւ միացում։ Ժողովրդավարական երկրում Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է հանգիստ լռել 1 միլիոն տարի, գոնե 1000 տարի։ Այդ ամրուց հետո անկախությունը հռչակվել է, Արցախը միացվել է Հայաստանին եւ ժողովրդավարական է հայտարարվել Հայաստանը, այդպիսի մարդը կարող է հանգիստ ննջել այդ դափնիների վրա։ Սա նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ռուսամետ։ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք ոչ ռուսամետ չի եղել։ Այն ժամանակ բոլորը եւ հիմա էլ ոչ ռուսամետ քաղաքական գործիչ, այդ չէ քաղաքական գործիչներ կան, բայց իշխանություն չի եղել Հայաստանում։ Հայաստանի իշխանությունը առ այսօր ռուսամետ է։ Առնվազն հիմա հավասարակշռված բալանս մեկը մեջ կենտորերին ռուսամետ է, զույգ օրերին արևմտամետ։ Այսօրվա իշխանությունը ամենաշատը դա է, որ մեկը մեջ է։ Դա ինչով է պայմանավորված։ Դա հաջողություն է։ Բացարձակ ձևով ռուսամետից Հայաստանը օրը մեջ դարձել է արևմտամետ։ Անկայուն, այսինքն։ Այո, դա նաև անկայուն է։ Այն ժամանակ կայուն բացասական էր, կայուն վատ էր։ Ռուսամետ լինել նշանակում է կայուն վատ լինել։ Հիմա անկայուն է, այսինքն մի անգամ վատ, մի անգամ լավ, մի անգամ առաջ, մի անգամ հետ։ Հայտնի բանաձև կա, դասական ունի, 2 քայլ հետ, մի քայլ առաջ։ Լենինի հայտնի բանաձևն է։ Եվ ինչ է կարծում կլինի համախմբում Սամվել Կարապետյանի շուրջ, թե ոչ։ Արդեն համախմբում է եղել է։ Ես ասում եմ, ցանկալի է, որ լինի դա խցիկում։ Նրանք գրեթե բոլորն էլ քրեական հետապնդման են ենթարկվում։ Նրանք դատախազի հաճախորդներն են։ Դա լավ համախմբում է։ Ես դա հաճույքով եմ ասում։ Եթե մի անգամ էլ հարցնեք նորից կասեմ, 10 անգամ կասեմ, շատ հաճելի համախմբում է, նույն խցիկում։ Քաղաքական դաշտում կլինի համախմբում։ Նրանք քաղաքականությունով չեն զբաղվում։ Քրեականները եւ օլիգարխները հատուկ ծրագրեր ունեն, դա քաղաքական չի, դա քրեական ծրագիր է։ Նրանք չեն կարող քաղաքական լինել, նրանք քաղաքական գործիչ չեն։ Նրանց մասնագիտությունը քրեա օլիգարխիկ է։ Չեն կարող լինել։ Բայց նրանք ընտրություններին են մասնակցելու, շատ վատ է։ Նախընտրական ծրագրեր ունեն։ Սամվել Կարապետյանն ուզում է, որ դուք դեղը 20%-ով էժան գնեք, պարոն Արշակյան, ինչի եք դուք ուզում նրան բանտում տեսնել։ Նա ձեր համար լավ ծրագիր է։ 20%-ը քիչ է։ 200%-ով եմ ուզում էժան գնել։ Ես ուզում եմ իր փողերով գնեմ իմ դեղերը։ Դրա համար դժգոհ եմ իրենից։ Բավարարում է դա։ Ես այդպիսի կարծիք ունեմ, թող ինքը չխառնվի այդ գործերին։ Ինքը գին բարձրացնող է, օրինակ էլեկտրական էներգիայի գները։ Ես մեր տանը ունեմ գեներատոր։ Անվստահելի գործընկեր է Սամվել Կարապետյանը։ Ես գեներատոր ունեմ։
որ լույսերը անջատում են, գեներատորը միացնում։ Հաճախ եք օգտագործում այդ գեներատորը։ Բավական հաճախ։ Սամվել Կարապետյանի հետ հարցերը փակված են։ Բայց հիմա Ինքը ինչքան ժամանակ վատ մենեջեր է։ Հիմա ինչքան ժամանակ է պետությունն է զբաղվում հեծի մենեջմենթով, էլի եք օգտագործում գեներատորը։ Էլի եմ օգտագործում, ուրեմն լավ չի ղեկավարում պետությունը։ Նախ որ Սամվել Կարապետյանը ազատության մեջ է, դա էլ թերացում է, կոպիտ, սխալ է, եւ որ Սամվել Կարապետյանից վերցնելուց հետո շարունակում են հոսանքները անջատել։ Լավ չի։ Ես չասեցի սրանք լավ են անում։ Երկու վատ բան են անում, առաջինը որ նա ազատության մեջ է, նրանք ազատության մեջ են, երկրորդը որ իրենք էլ լավ չեն անում։ Ուրեմն շատ հավանական է որ մի քանի տարի հետո դուք ինձ հարցնեք, ես ասեմ ափսոս որ սրանք ազատության մեջ են։ Այսօրվա հոսանքը անջատողները։ Ինձ համար կարևորը որակյալ ծառայությունն է, կարևոր չի նրա անուն ազգանունը։ Պաշտոնյայի անուն ազգանունը ինձ չի հետաքրքրում, ինձ կարևոր է որ որակյալ ծառայություն ես ստանամ։ Վճարում եմ, ես վճարում եմ։ Պարոն Արշակյան, այնուհանդերձ հետընտրական շրջանում ինչից իշխանությունը ըստ էության սարսափում է։ Գյումրի երկու կլինի, թե չէ, այսինքն Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը կմիավորվեն իշխանություն ձևավորելու համար, նրանք ունեն ընդհանուր եզրեր միավորման, թե ոչ։ Ընդհանուր եզրեր ԴՏԽ-ն են նրանց միավորում, ես ասացի որ նրանք բոլորը ԴՏԽ-ի հաճախորդն են, չէ՞։ Դա արդեն նրանց մոտ ընդհանուր է։ Ուրեմն ես իմ կոչը դա է որ նրանք մի անգամ պետք է հրավիրվեն դատախազություն ու ձեռնաշղթաներով տարվեն բանտ։ Հա, դա հասկացանք։ Դե ինչ քաղաքական ընտրու ոնց նրանք կարող են նրանց ոչ մեկ չի արգելում ընտրել։ Դա էլ է հանցագործություն, որ նրանք մասնակցում են քաղաքական կյանքին։ Դա նույնպես հանցագործություն է։ Պատկերացրեցիք։ Ովքեր որ թույլ են տալիս, որ նրանք մասնակցեն քաղաքական կյանքին, լինեն ազատության մեջ, նրանք հանցանք են գործում։ Դա հանցագործ մարտի 1-ից հետո նրանք չպետք է լինեին ազատության մեջ։ Ես ձեզ ասում եմ ազատության մեջ, ես տեղ եմ հատկացնում, ասում եմ որտեղ պետք է լինեին։ Քարի հանքում։ Հիմա ձեր երազանքը չի կատարվում եւ այդ մարտիկ մի օր կկատարվի։ Այդ մարտիկ ընտրությունների են մասնակցում։ Հիմա ինչ եք կարծում, կմիավորվեն թե ոչ։ Նրանք արդեն միավորված են, դա կարևոր էշալոնացված։ Չեն հայտարարել, որ մենք Ինչի նրանց հայտարարել չեն, այդպիսի մարտիկ հայտարարություններ չեն անում։ Նրանք գաղտնի են դա անում։ Այդ հայտարարությունը նրանց գործը նույնն է։ Նրանք նույն գործի վրա են։ Նրանց ծրագիրը նույնն է, նպատակը նույնն է։ Գործիքակազմը նույնն է։ Նրանք արդեն միավորված են։ Բայց դրա համար ասեցի զարմանում եմ, որ Տեր Պետրոսյանն էլ է նրանց միացել է։ Չի միացել, բայց հայտարարել որ միացեք։ Եթե միացեք, ըստ էության Դե իրենք էլ կմիային այն։ Ըստ էության ինչ որ բան, ինչ ես միացնում։ Ինչ ես միացնում, եթե դու շահ չունես։ Ինչ շահ ունի Տեր Պետրոսյանը։ Չգիտեմ, ինչ շահ ունի, ես կարծում եմ չունի։ Չունի շահ, Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն շահ էլ վերջացրել է 90-ականներին։ Դե ուզում է ազգը չկործանվի իր հայտարարությունն այդ մասին։ Լավ է։ Կարող է խաչակիրները եւ հայերը ես եմ գրել։ Հիմիջայլոց այսօր Իրանը հակա խաչակրած արշավանք հայտարարել, ջիհադ հայտարարեց խաչակիրների դեմ։ Ինձ որ բարի գալուստ միջնադար։ Եվ քան որ եկանք Իրանի թեմային, նախ Հայաստանի իշխանությունների այս արձագանքը դուք ինչպես եք մեկնաբանում։ Գոնե այս պայդրությամբ որ մենք այս հարցազրույցն անում ենք, եղել է մեկ անվտանգության խորհրդի նիստ Նիկոլ Փաշինյանի նախագահի ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ, ուժայիններ, արտաքին հետախուզական ծառայության ղեկավար եւ այլն պետք է ի վերջո մենք չգիտենք Երևանի դիրքորոշումը որն է, ոչ դատապարտում է, ոչ կողմերին զսպման կոչ է անում, ոչ ասում է Իրան դու հաղթի, ոչ ասում է Ամերիկա դու հաղթի, թե նորմալ է որ Հայաստանը օրինակ իրեն հեռու է պահում եւ որպես կողմ չի դիրքավորվում։ Ես կարծում եմ որ պետք է մոտ պահեր եւ առնվազն պետք է երկուսն էլ հրավիրել այստեղ Ծաղկաձորում խորհրդակցության։ Այդ պետք է ասել որ եկեք ես ձեզ հաշտեցնեմ։
Այս ծրագիր ունեմ խաղաղության։ Ունեմ ծրագիր Ադրբեջանի հետ հաշտվեցի։ Ձևը գտա Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Իսրայելին եւ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչներ հրավիրել Հայաստան, ասել եկեք ես ձեզ սովորեցնեմ։ Երբ մի անգամ արել եմ, ստացվել է, հաշտվեք։ Դա պետք է անպայման ակտիվ լինի։ Ես կարծում եմ ակտիվ պետք է լինի, որպեսզի չասի, այդ ջիհադը մեզ էլ է վերաբերում, մենք էլ ենք քրիստոնյա։ Չէ, ջիհադ դրոշը բարձրացրել է Իրանը։ Այո, Ղազավաթի դրոշակ է բարձրացրել։ Մեզ վերաբերվում է դա։ Ուրեմն որպեսզի այդպես չլինի, ռեալ պոլիտիկա։ Դա ասի, որ եկեք հաշտվեք, ես ես հարթակ եմ տրամադրում, ումանավանդ փորձառու եմ, խաղաղությունը գիտեմ ոնց են բերում։ Ալիևին էլ թող հրավիրի որպես գործընկեր։ Այ երկուսով միասին հրավիրեն են 3-ին, 5 հոգի։ Ես կարծում եմ պետք է ակտիվ լինի եւ չկռվածնող։ Ասի օրինակ մենք ունենք ատոմային էլեկտրոկայան, ունենք արագացուցիչ, ունենք լավ ֆիզիկոսներ, հո Ալիխանովներով չպրծավ, ունենք լավ ֆիզիկ, բայց մենք ատոմային զենք չենք սարքում։ Իրանին թողասի չենք սարքում։ Մեզանից սովորեք դա։ Ձեր ինչին է պետք 100 միլիոն բնակչություն ունեք, ատոմային ռումբի ինչ եք անում։ Ում վրա պետք է գցեք, մեր հարևաններից որ մեկի վրա։ Պատկերացնում եք, մեր հարևաններից մեկի վրա, չէ։ Մենք համաձայն չենք, որտեղ տարածաշրջանում բազմաթիվ հայեր են ապրում։ Մենք չենք ուզում նրանց վրա։ Այդ կարմիր դրոշը Հայաստանին էլ է առնչվում։ Նրանք պատերազմ են հայտարարում գյավուրներին, անհավատներին։ Ուրիշ բան, երբ որ ասում են կորչի Ամերիկան, դա ուրիշ բան է, բայց երբ որ դրոշ են բարձրացնում, կրոնական պատերազմի դրոշ են բարձրացնում, դրամ էլ վենս եկավ, ասեց, ես որպես քրիստոնյա եկել եմ, հիշեք, որ հանկարծ ձեր դեմ կրոնական պատերազմ սկսվի, իմացեք, որ Ամերիկան քրիստոնեական պետություն է։ Դե մի անգամ ասեցին, չարեցին։ Երբ չարեցին, բա ոնց գոյություն ունի հայկական պետությունը։ Սա հենց քրիստոնյաներից խոսեց, Ղարաբաղի քրիստոնյաների, Արցախի քրիստոնյաների մասին Թրամփը խոսեց եւ սկսեք հարցից, հա։ Հենց որ Ղարաբաղ ասում եք, սկզբից ասեք Ղարս, Արդահան, Վան, Նախիջևան, հետո Ղարաբաղ, հերթով, ըստ հաջորդականության։ Հայկական պետության գոյությունը դա խաչակրած արշավանքի հետևանք է, ռեկոնկիստայի հետևանք է։ Ռուսաստանը որպես ռեկոնկիստայի ակտիվ մասնակից պարտավորվել էր ազատագրել քրիստոնեական Հայաստանը եւ ստեղծել հովանավորյալ պետություն։ Ինքը դա մի 150 տարի չէր անում։ Հետո ստիպեցին։ Գիտեք ովքեր ստիպեցին։ Գերմանական կայսր, Գերմանիայի կայսր ազգերի ինքնորոշման իրավունքով 1916 թվականին 1916 թվականի աշնանը հայտարարեց, որ ռուսական իմպերիայի նվաճված ժողովուրդներին ինքը տալու է ինքնորոշման իրավունքով պետություն։ Գերմանիան, եթե հաղթեր, վերջացնեմ, երկու անգամ է դա եղել։ Այսինքն Ռուսաստանը պարտավորվել էր ուխտ էր վերցրել իր վրա, ուխտ խոստացել էր ազատագրել Հայաստանը եւ հայ ժողովրդի համար ստեղծել, աջակցել, որ ձևավորվի հայկական պետություն։ Մի 10-12 տարի Արմյանսկայա օբլաստ պահեց ու լուծարեց, մոռացավ։ Այսինքն իր առաքելությունից հրաժարվեց, ռեկոնկիստայից հրաժարվեց, դարձրեց պրովինցիա Հայաստանը։ Երկրորդ անգամ 1944 թվականին Ռուսաստանի ազատագրական բանակը Վլասովը հայտարարեց, ասեց, եթե Գերմանիայի օգնությամբ նացիստական Գերմանիայի օգնությամբ Ռուսաստանը ազատագրվի բոլշևիկներից, հայ ժողովուրդը կստանա իր պետությունը անկախ։ Վրացիները կստանան, բելոռուսները, լիտվացիները, էստոնացիները, բոլորը։ Այ Վլասովի հայտարարել 1944 թվականին, այսինքն հայկական պետության գոյությունը
դա խաչակիրների ջանքերի հետևանք է։ Պարոն Արշակյան, հիմա հոգևոր առաջնորդի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը ինչ իրավիճակ է փոխելու։ Շատ լուրջ փոփոխություններ կլինեն, շատ լուրջ։ Իշխանափոխություն կլինի, արդեն իշխանափոխությունը սկսվել է։ Հիմա մի ուրիշին պաշտոնակատար են նշանակել, ընդհանրապես դա անդրամաբանական է, հոգևորականը դարձել է աշխարհիկ երկրի գերագույն գլխավոր պաշտոնյան։ Ուրեմն կլինի հետո ընտրություններ եւ Իրանը կհայտարարվի աշխարհիկ պետություն։ Բայց անձով էր պայմանավորված, թե համակարգ է այնտեղ, որովհետեւ Համակարգը պարտվեց, համակարգով էր պայմանավորված, համակարգը ձախողվեց, համակարգի գլխավոր ինստիտուտը ոչնչացված է։ Անձնավորությունը ինստիտուտ էր ներկայացնում, այդ ինստիտուտը խոցվել է։ Պատկերացնում եք։ Ամբողջ այդ բուրգը, իշխանական բուրգը ձևավորված մի մարդի համար, ու այդ մարդը խոցվել է, զոհվել է, թշնամին նրան հասել ոչնչացրել է, ոչ միայն իրեն, ամբողջ շրջապատը, բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք որ անվտանգության երաշխավորն էին համակարգի, ռեժիմի անվտանգության երաշխավորները զոհվել են, դա ինչ անվտանգության, դա ինչ համակարգ է, որը որ նույնիսկ ամենապատասխանատու, ամենապաշտպանված մարդկանց առողջությունը չի կարողանում ապահովել։ Ես կարծում եմ, որ դա միայն դա բավական է, որպեսզի Իրանը փոխի համակարգը, որտեղ դա պատկերացրեք հասարակ քաղաքացիների վիճակը, ասում է ջուր չունեն։ Բայց այդ մասին խոսք չի գնում, որ այնտեղ համակարգ է փոխվելու։ Նշանակում են պաշտոնյաներ, խորհուրդ է ձևավորվել, նոր առաջնորդ կընտրեն հոգևոր։ Գիտեք, դուք ինչի մասն եք ասում եք, բժիշկները ծխող են։ Մեզ խորհուրդ են տալիս չծխել, բայց իրանք ծխում են։ Այս սխալ են անում։ Այդպես չի։ Նրանք, ովքեր որ պետք է ապահովեին Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունը, քաղաքացիների անվտանգությունը, համակարգի անվտանգությունը, նրանք զոհվել են։ Նշանակում է անվտանգության համակարգը խոտան է։ Դա իրենք, ես որ հասկացել եմ 1000 կիլոմետր հեռու, բայց իրենք չեն հասկանում, որ իրենց առաջնորդները զոհվել են։ Կա մի ավելի ուժ, մեծ ուժ, ավելի հզոր մի ուժ, որը որ իրենց խոցում է, երբ իրեն պետք է լինում։ Այսինքն այս այաթոլաների իշխանությունը ավարտում է իր Դες կարող են նրանք անընդհատ հերթով բերեն այդ կանվեերի նման հախփեն։ Դա էլ է, չէ՞, բան։ Ասենք մի երկու ամիս հետո ասենք խփեն, հետո այն մյուսին, հետո այն մյուսին, հետո բոլոր հոգևորականներին այդ երկրի պետք է ոչնչացնեն, չի ասում փոխեք։ Լավը չի ձեր համակարգը, չի ապահովում նույնիսկ նրա անվտանգությունը։ Բայց նրանք երկար ժամանակ ասում են, որ հարկավոր է մայրաքաղաքը տեղափոխել։ Որտեղ տոքսիկ է։ Մայրաքաղաքում ապրելը վտանգավոր է։ Իմիջիայլոց մեր նմանն է։ Հիմա Վլադիմիր Պուտինը, երբ որ ուկրաինացի երեխաներին էր սպանում, ասում էին մարդասպան։ Հիմա Թրամփը մարդասպանը իրանցի երեխաների է սպանել։ Ուրեմն երեխա սպանելը կարևոր չի ով է, դա հանցագործ է։ Ես այդ իմաստով ասում եմ, ուրեմն լավ զենք չեք օգտագործում։ Սպանողները պետք է պատժվեն։ Ով կպատժի Թրամփին։ Թրամփը չի, ով որ կրակել է սխալ, նա պետք է պատժվի։ Դա է պատերազմը հայտարարել։ Թրամփը հրամայել է խոցել Դե քո սկսած պատերազմն է, այնպես կառավարի, որ քաղաքացիական անձին, հատկապես երեխաներ Այո, ընտրություններում հարկավոր է նրան մերժել, բայց ով որ լավ չի կրակել, երեխաներ են զոհվել, նա պետք է պատժվի։ Պարզապես Վլադիմիր Պուտինի դեպքում չեն ասում, նա ով Չէ, լավ ես չի ընդդեմ կրակել։ եմ ասում, այդ դեպքում էլ եմ ասում։ Դրամ ես ասում, ես հավասարություն եմ դնում, մարդասպանը պետք է պատժվի, երեխա սպանողը առավել եւս պետք է խիստ պատժվի։ Երեխա սպանողը խիստ պետք է պատժվի, մարդասպանը պետք է պատժվի։ Եվ արդեն Ռուսաստանի նախագահը հասցրել է ցավակցել Իրանի Հանրապետությանը հոգևոր առաջնորդի սպանության հետ կապակցությամբ եւ որակել ցինիկ սպանություն մարդկային բարոյականության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ, ինչպես կմեկնաբանեք։ Սպանությունը որ ցինիկ է, մենք մի քիչ առաջ քննարկեցինք, դա ցինիզմ է, ղեկավարներին սպանելը։ Հատուկ բան է, որակի նշան է,
որ ում ուզենանք նրանք սպանենք, այսինքն թիրախայնացնում ենք։ Դա իբր թե հումանիզմ է, որ անմեղ մարդկանց չենք խփում, մեղավորներին ենք խփում, սպանում։ Մյուս կողմից էլ երկրորդ մասը միջազգային իրավունք բառը Պուտինի իրավունք չունի ասելու։ Երեն ասում են դու մի հատ քեզ հայելու մեջ նայի։ Դու նայի միջազգային իրավունքով էր հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը Հայաստանում իր իշխանության օրոք են տեղի ունեցել։ Ինքը պատասխանատուն էր։ Դեր Խաչատրու Աբովյանն է դա ասել։ Ցարը պատասխանատու է մեր անվտանգության համար։ Արցախը որ հանձնվեց, ինքը պատասխանատու էր։ Մարտի 1-ի պատասխանատուն Վլադիմիր Պուտինն էր։ Մենք հանձնել ենք մեր անվտանգությունն ու Տեր-Պետրոսյանը եք ասում։ Տեր-Պետրոսյանը հանձնել է մեր անվտանգությունը Ռուսաստանին։ Հանձնել ենք մենք, ասել ենք ապահովի մեր անվտանգությունը, մեր իշխանության անվտանգությունը, կայունությունը, զարգացումը ապահովի, ունեց որ ինքը դրա մասին չպետք է խոսի։ Եվ այս իրավիճակում եւ հենց այդ կարմիր դրոշի բարձրացումը, հա, ինչ գործողությունների մասին է, Իրանը ինչ քայլերի կդիմի, վրեժ կլուծի, ինչ կան, ինչ է։ Դա վրեժի դրոշ, նաեւ վրեժի դրոշ կա։ Ումից է վրեժ լուծելու։ Թրամփին է սպանելու։ Չի։ Իսրայելի վարչապետին է սպանել։ Ով ձեռնգա։ Այդ է վատը։ Ինքը չի կարող, երբ որ նավատորմը կմոտենա Նյու Յորքին եւ Լոս Անջելեսին, այն ժամանակ թող ասի, որ մենք ձեր հետևից ենք եկել։ Այլ ոնց որ ամերիկացիներն են եկել։ Ասում են մենք եկել ենք ձեր հետևից։ Հիմա ասենք որ ասում են վրեժ կլուծենք, ուրեմն թող նավատորմը ուղարկեն Վաշինգտոնի մոտակայք, թող ուղարկեն այնտեղ։ Ուրեմն ստեղ ով պատահի, նրանից են վրեժ լուծելու, իրենց հարևան արաբական պետություններին են խոցում։ Հեվադե դա ինչ վրեժ է։ Ձեր հարևանն արդեն 2000 տարի է դուք իրար թշնամի եկել, մենք էլ գիտենք։ Այդ կրոնը արաբներն են ձեզ նվիրել։ Կարող եք խոցում։ Նրանք ձեզ նվեր են տվել։ Կրակի վրա թարվռում եք։ Կրոն են բերել։ Միասպածություն։ Բերել են։ Պետք է շնորհակալ լինեն պարսիկները արաբներին։ Այսինքն արաբական աշխարհի հետ թեժանալու է։ Դրանա թեժացել էլ ռմբակոծում են։ Ուղղակի արաբները ասում են, ամերիկացիները խփում են հрьяաների հետ, էլ մենք խնայում են իրենց ռումբերը։ Թե չէ միավորվեին, ծովը անցնեին։ Իրաքը անցներ 10 տարի կռվել է։ Իր արաբական համերաշխությունը որ միացան ու Տիգրիսն անցան։ Ինչ են անելու պարսիկները, արիացիները։ Արիացիներ, պատկերացնում եք ովքեր չկան այդտեղ։ Եվ Հայաստանի ղեկավարությունը նաև գոնե այս պահի դրությամբ, ինչ մենք խոսում ենք, նաև չի ցավակցել Խամենեի Մավան հետ կապված, ասում են իրանցիներ, բարեկամ պետություն, եղբայրական հարաբերություններ, Նիկոլ Փաշինյանը կարկանդակ եւ կուկուռուզու դելոման է գալիս։ Հեղոս սուք հայտարարեն ի նշան համերաշխության Հայաստանում սուք հայտարարեն։ Դե կանեն էլի, այնց մուշտ է նրանց սպանության, այլ ընդհանրապես պատերազմի եւ զոհերի կապակցությամբ կարելի է ցավակցել։ Բայց դե պատերազմը դեռ գնում է վերջում միանգամից բոլորի համար։ Ես կարծում եմ այդպես պետք է արվի։ Վերջում բոլորի համար։ Չպետք է ասես այս մեկը 80 տարեկան էր սրանց չենք ցավակցում, այն մեկը 8 տարեկան էր նրանց ցավակցում ենք։ Մենք զոհերի կապակցությամբ կարող ենք ցավակցություն հայտնել։ Դա էլ հարևան երկիր է։ Զոհերի կապակցությամբ թող հələ վերջանա կռիվը։ Հիմա ես ասում եմ, կարանք մենք առաջարկենք մեր ձևերը, բանաձևը, ինչ որ ինքը ունի, թող թարգմանեն դա պարսկերեն, անգլերեն կա։ Տրամպի մոտ կա, չէ, անգլերեն։ Մի հատ ճանապարհել, մի հատ միջանցքել Իրանում բացել։ Թող այդ ուղարկեն, պարսկերեն թարգմանեն, ուղարկեն, ասեն եկեք մեր մոտ հաշտվեք։ Մեղրիում էլ կարող ենք այդ լավ շատ արագ, լավ պալատկա էլ է սարքել։ Ունդեղ էլ կան հավաքվեն բանակցեն։ Ես կարծում եմ, որ ցավակցել պետք է, բայց բոլորի համար, ու ամեն զոհվածի համար չի կարելի առանձին։ Դե երկրի ղեկավարությունից է այս։ Ինչ տարբերություն մեր համար։ Իսկ Հայաստանի համար ինչ ռիսկեր վտանգներ կա, պարոն Արշակյան։ Նախ որ ծավալը կմեծանա,
պատերազմի ծավալը, օրինակ Թուրքիան կարող է ներքաշվել, Ադրբեջանը ներքաշվել պատերազմի մեջ, կարող են սխալմամբ մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը ռմբակոծել, սխալմամբ, կպնի Չինաստանի դեսպանատանը, նույնն էլ մոտ են իրար, չէ, կամ ռուսական եկեղեցու գլխին ընկնի, այդ երյակը պատկերացնեք Չինաստան, Ռուսաստանի այդ գրուի շտաբը եւ Ամերիկայի դեսպանատունը։ Դրանցից որին էլ կապավ մենք ներքաշվում ենք։ Տնտեսական վնասներ կունենանք, մեր գործընկերներն են։ Եվ հետո մեր հարևանի տանը հրտեհ է, դա վատ է։ Բայց պետք է գտնենք, ձևը գտնենք, օգնենք, որպեսզի այդ հələ Նիկոլ Փաշինյանը պատերազմից մի 2 ժամ առաջ էր, որ Լեհաստանում ասեց, դե մենք փոքր պետություն ենք։ Ինչ կարանք անենք։ Ամեն ինչ որ փոքր պետությանը պետության ռեսուրսները բավարարում են։ Ամեն ինչ մենք կարող ենք ծրագրեր ներկայացնել, հարթակ տալ, բարեգործական այդ մարդասիրական օգնություն կարող ենք ուղարկել, փրկարարներ կարող ենք ուղարկել։ Դա չի նշանակում, որ Ամերիկային է դեմ դուրս գալիս Հայաստանը։ Դա մարդասիրություն է, Ամերիկային ինչ ենք դեմ։ Ամերիկային դեմ չենք, մենք ընդհանրապես Ամերիկայի շնորհիվ ենք որ կանք։ Մեր պետությունը Ամերիկայի շնորհիվ գոյություն ունի։ Հիմա Ամերիկայի թշնամուն օգնություն կուղարկի այդ ստացվում։ Չէ, մենք մարդասիրական օգնությունը թշնամի ու բարեկամ չի ճանաչում։ Ես ասացի մարդասիրական օգնություն։ Գաղափարներ առաջարկենք խաղաղության հաշտության համար։ Այդ խնդիրը լուծվի, մենք ունենք ատոմակայան, բավական լավ ֆիզիկոսներ ունենք, անուն ազգանունով հայտնի, բայց մենք միջուկային զենք չենք սարքում։ Դրանց ասենք, մեզանից օրինակ վերցրեք, ընդհանրապես հանգիստ մնացեք։ Մենք կարող ենք այդպես խոսել պարսիկների հետ։ Այնպես չէ, որ իրանց շահաբասներն են։ Մենք երբ սպասենք Իրանի այդ վրեժի գործողություններին ըստ Որտեղ։ Դե դրոշ են բարձրացրել, կարմիր դրոշ։ Դե ես դրա համար եմ ասում, հարկավոր է այդ իշխանությունը, որ դրոշ է բարձրացնում, դա խոտան իշխանություն է։ Ում դեմ եք դրոշ բարձրացնում։ Ում դեմ։ Բրիտանիայի ինչ որ բանել են ռմբակոծել։ Բրիտանիային արդեն ներքաշեցին ձեռի հետ։ Մի հատ էլ Ֆրանսիային խփեք, որ մաքուր խաչակրած արշավանք սկսվի։ Դա ինչ է նշանակում։ Վրեժ ենք լուծելու։ Մենք մեր ձևն ուրիշ է, մենք ուրիշ ենք։ Չէ, ես կարծում եմ, որ Իրանը պետք է հարգի միջազգային իրավունքը, այսօրվա միջազգային իրավունքը պետք է հարգի։ Չի հարգում։ Ամբողջ մերձավոր արևելքում իր մասնաճյուղերը ունի։ Ոնց որ ռուսները ստեղ ունեն իրենց ձևով իշխանություն զավթողները, նա էլ ընդեղ ունի։ Գիտեք, չէ՞։ Խազբոլլա, Մազբոլլա, Եդինայա Ռասիան ստեղ ունի իր մասնաճյուղերը։ Ո՞վ է մասնաճյուղը այստեղ։ Հուշագրերով ովքեր որ ստորագրել են, այդ որ դուք մի քիչ առաջ ասում եք Լևոն Տեր-Պետրոսյան, որ ասում էր բան արեք։ Մի անգամից համախմբեք մի բանով Վառանոկի մեջ տեղավորվենք, Վառանոկը գիտեք ինչ է։ Մեքենա, որի մեջ որ կալանավորներ են տեղափոխում։ Դրան Վառանոկ են ասում ռուսները։ Ստալիպին են ասում։ Դե երկաթուղին լավ չի աշխատում, Ստալիպինով չեն տանի։ Հա, նրանք էլ ունեն այդպիսի շահերի ներկայացուցիչներ։ Իրանը ունի շահերի ներկայացուցիչներ հարևան երկրներում։ Մեր մոտ չի անում, որտեղ ռուսները եւ ամերիկացիները այդտեղ իրար հետ դեռևս չեն վերջացրել, չեն կիսել Հայաստանում իրենց ազդեցության չափը չեն որոշել։ Կարող է Իրանին էլ, բայց 3+3 որն էր։ Հիշում եք։ Շատ ժամանակ առաջ, անհիշելի ժամանակներ են անցել։ 3+3 որ ասում էին, չէին ասում։ Ասում են մենք 3-ով այդ 3-ը կիսենք։ Փայատեր դառնանք։ Այդ Պասկևիչը որ եկավ ասեց մենք մենակ այստեղ Դիմադիրներն ասում են խոսեք այնպես, որ այդ թրիփը նաև Իրանի սրտով լինի, Չինաստանի սրտով լինի, Ամերիկայի սրտով լինի, Ռուսաստանի սրտով լինի։ Այս իրավիճակում երբ իրենք իրար են, հա, արունահեղություն է իրանց միջև, հնարավոր է այդպեսի ծրագիր։ Բայց ինչի պետք է նրանց սրտով լինի։ Ինչի պետք է նրանց սրտով լինի։ Մեր սրտով լինի լրիվ հերիք է։ Որ չդառնան տարածաշրջանում բախման մեր հայրենիքը թող մեր սրտով լինի, այն մյուսների սրտի հետ մենք գործ չունենք։ Նրանց սրտով չէ՞ մի։ Մեր սրտով լինի մեր հայրենիքը,
մեր շահերը պաշտպանվի մեր հայրենիքում, մյուսները թող փոխշահավետության կանոնով գան, առարկտուր անեն։ Լավ, պարոն Արշակյան, ինչ է կարծում, Թրամփը պետք է նաև գնա օրինակ Վլադիմիր Պուտինի հետևից, ինչպես գնաց Խամենեի հետևից, Մադուրոյի հետևից։ Չէ, ասում եմ մենք ընկերներ ենք։ Ոնց գնա, Այլ պատերազմական հանցագործություններ անում։ Հա, դրանք սանկցիաներ բաներ է կիրառում ու բավական ծանր են, դրանք Ռուսաստանի համար ծանր են։ Դա շատ լուրջ է։ Վլադիմիր Պուտինին ոչնչացնելու առիթ։ Տասնյակ հազարավոր ռուսներ են զոհվում, ամեն օր հազարներով մարդիկ զոհվում են, Տրամփը էլ ինչ անի։ Այդ Տրամփի տված զենքով են կռվում։ Տրամփի փակած փողերն են, որ չի կարողանում Ռուսաստան։ Տրամփն է փակել փողերը։ Ճանապարհները փակել է, նավերը փակում է։ Էլ ինչ անեն, այլ Մադուրոն ինչ էր։ Հատ վերտալոտ ուղարկեցին, բերեցին։ Այդտեղ տասնյակ հազարավոր մարդիկ իրար վրա կրակում են ամերիկյան զենքով։ 4 տարում Կարմիր բանակը մտավ Բերլին։ 4 տարում 4 մետր առաջ չի գնացել ռուսական բանակը։ Այդ Տրամփի շնորհիվ է։ Տրամփն է։ Տրամփը որ ուզենա կհանձնի Ուկրաինան։ Մի անգամ կասի, որ ես չկամ գնում եմ։ Ուկրաինան կհանձնվի, բայց չի թողնում։ Ուրիշ ինչ անի Տրամփը։ Մարդը հայտարարում է, կոնգրեսում հայտարարում է, լրագրողների հանդիպման ժամանակ հայտարարում ասում է, որ ես չեմ թողնում։ Ես որոշել եմ, որ պատերազմը պետք է շարունակվի։ Ինչու չհաջողվեց 3 օրում Կիևը վերցնել։ Որովհետև պատրաստ չէր։ Ռուսական բանակը պատրաստ չէր, որովհետև մենք իրենց հետ չէինք։ Եվ որ Բերլինը վերցում են, մենք իրենց հետ էինք։ Մենակ մենք չէ։ Ռուսաստանի դաշնակից 51 պետություն հակակոալիցիոն, հակահիտլերյան կոալիցիայի մեջ էր, այդ թվում մենք, օրինակ Ամերիկա հայերը, Սասունցի Դավիթ։ Մենք օգնեցինք ռուսներին մտան Բերլին, մենք անգլիացիները, ավստրալիացիները, շարունակեմ, մենք օգնեցինք հնդիկները, սինխերը, մենք բոլորով օգնեցինք ռուսներին մտան Բերլին։ Հիմա մենք չենք օգնում ռուսներին, դրամայել Դոնեցկում լռվել են։ Հա, տեսնում եք ինչքան կարևոր է մեր աջակցությունը։ Եվ վերադառնալով կրկին Հայաստանի նախընտրական այս անցուդարձին Նիկոլ Փաշինյանը օլիգարխների դեմ պայքար է սկսել։ Կան օլիգարխներ Հայաստանի քաղաքական դաշտում։ Դե իրենք հայտարարում են, չէ՞, բայց որ ասում։ Ոչ մեկ չի ասում ես օլիգարխ եմ։ Չէ, դա օլիգարխ էդի բան է, անախրոնիզմ է։ Հիմա դրանք կոչվում են խոշոր սեփականատերեր։ Սեփականատերերի։ Հա, ով դրեց նրանց այդ անունը։ Դա հարկատուներ։ Չակրդնեմ թե չէ, պետք չի։ Ձեր մոտ չգիտեմ։ Ուզում եք տնեք, ով ըստ ճաշակի։ Սեփականատերերը խոշոր կամ ոչ շատ խոշոր, միջին։ Նրանք չպետք է զբաղվեին քաղաքականությունով։ Նիկոլ Փաշինյանը չպետք է ասի, այ մենք կարող ենք ասել, որովհետև մենք դատախազին չենք կարողանում։ Համարը չգիտենք, որ զանգենք, ասենք փակի դրանց։ Փակի։ Հեռախոսով են ասում, կամ թղթիկ մի հատ գրություն գրենք, ասենք փակի։ Արդարադատության փերի։ Երկուսն էլ փերի են, չէ՞, այն բանն էլ է։ Արդարադատության նախարարը, ոստիկանապետը, դատախազը, տեսնում եք, այդ արդարադատության այն աղջկա մասին է խոսքը, որ քշերքը պահել է, դա փերի է, չէ՞։ Ես դրան նկատի ունեմ։ Քշերքով աղջիկը ինչ է, որ բոլոր դատավորների, դատախազների աշխատասենյակներում դրանց արձանը կա։ Այդ փերիներին ասում են, որ փակի, հետո կերևա։ Նախ ասում ես փակի։ Քաղաքական որոշում ես կայացնում, փակել։ Դատախազը հոդված կգտնի։ Դասականից եմ մեջ բերում անում։ Ինձ ասեք, ձեր սեփականատերերը ովքեր են, ես նրանց վրա հոդված կգտնեմ։ Նիկոլ Փաշինյանը դա պետք է ասի։ Փակի ու հոդվածները գտի։ Որովհետև արդարադատության համակարգը չի աշխատում, կախված է քաղաքական իշխանության կամքից։ Արդարադատության համակարգը թերանում է
որովհետև կախվածության մեջ է իշխանությունից քաղաքական։ Դրա համար ես ասում եմ, քաղաքական իշխանությունը պետք է բաց թողնի արդարադատության համակարգին, այլ որ ասում եմ հեռախոսը վերցնի զանգի, ինքը պետք է ասի մենք չենք խանգարում, ձեր գործը արեք։ Ես այդպես եմ ասում։ Պետք է քաղաքական իշխանությունը հայտարարի, որ չի խանգարում, չի զսպում արդարադատության համակարգին, ոստիկանությանը, ԱԱՑ-ին, դատախազին չի խանգարելու։ Թող մարդիկ իրենց գործ անեն։ Մենք խոսում ենք, չէ՞, մարտի 1-ի մասին, հոկտեմբերի 27-ի մասին։ Մենք ընտրակեղծիքների մասին գիտենք, չէ՞։ Մենք գիտենք, չէ՞, որ սեպտեմբերի 3-ին 13 թվականի հայկական պետության դեմ մեծ դավադրություն է եղել։ Մենք քվեարկությունների արդյունքները գիտենք։ Քաղաքական իշխանության մարտի 1-ի քաղաքական իշխանության մասնակիցների անուն ազգանունով հավաքական իրենց կազմակերպություններով բոլորին գիտենք։ Քաղաքական իշխանությունը զսպում է, արգելում է արդարադատության համակարգին։ Եթե չարգելի, դա օրենքի ուժով աշխատելու է, օրենքի ուժով պետք է նրանց քաղաքական գործունեությունը արգելվի 1, նրանք պետք է դատվեն 2, նրանք պետք է դատապարտվեն 3։ Տեղն էլ ասում եմ իմ կողմից արդիկ քաշելու։ Շնորհակալություն, պարոն Արշակյան, Շնորհակալ եմ, հարցազրույցի համար։